Հայ-ռուսական հարաբերությունների զարգացմանը նպաստելու համար շնորհակալագիր Ռոսսոտրուդնիչեստվո գործակալությունից ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր Մանուկ Բարսեղյանին։ Դաշնային գործակալության ղեկավար Եվգենի Պրիմակովի ստորագրությամբ շնորհակալագիրն ընթերցում է հայաստանյան ներկայացուցչության ղեկավարը։ Երախտագիտություն ենք հայտնում Երևանում գտնվող Ռուսաստանի գիտության եւ մշակույթի կենտրոնի աշխատանքներին աջակցելու համար։ Ձեր մասնակցության համալսարանի դասախոսների, ուսանողների ներգրավվածության շնորհիվ անցկացվում են նշանակալի միջոցառումներ, որոնք նպաստում են Ռուսաստանի հետ մշակութային կապերի զարգացմանը, ռուսաց լեզվի եւ ռուսական մշակույթի տարածմանը Հայաստանի մայրաքաղաքում եւ դրա սահմաններից դուրս։ Գործակալությունը համալսարանին նվիրել է 80 միավոր մասնագիտական գրականություն, համալսարանի հետ համատեղ իրականացնում են գիտագործնական եւ նախագծային ծրագրեր, ճարտարապետության, շինարարության եւ դիզայնի ոլորտներում կազմակերպում մասնագետների վերապատրաստումներ, ինչպես նաեւ փոխադարձ մասնակցություն միջազգային գիտաժողովների, սեմինարների, ամառային դպրոցների։ Համալսարանը ունի ակտիվ եւ բազում տարիների համագործակցություն Ռուսաստանի Դաշնության մասնագիտական բուհերի կազմակերպությունների, այնպիսիք ինչպիսիք են Մոսկվայի պետական շինարարական համալսարանը, Մոսկվայի ճարտարապետական համալսարանը, Մոսկվայի գեոդեզիայի պետական համալսարանը, Սանկտ Պետերբուրգի ճարտարապետության շինարարության համալսարանը, Հյուսիս Կովկասյան համալսարանը եւ այսպես 15-ից ավել բուհերի կազմակերպություններ, որտեղ իրականացվում են մասնագիտական ուղղությամբ հետազոտություն, համատեղ ծրագրեր։ Երիտասարդ գիտնականները վերապատրաստվում են Մոսկվայի գեոդեզիայի պետական համալսարանում, ճարտարապետաշինարարականում 2020 թվականից գործում է ռուսաց լեզվի կենտրոն, որը նախատեսում են վերափոխել ռուսական կենտրոնի, ինչը գործակցության ավելի լայն հնարավորություններ կտա։ Բուհը համագործակցում է ոչ միայն Ռուսաստանի, այլև աշխարհի այլ երկրների գիտական կենտրոնների եւ համալսարանների հետ։ Համագործակցություն ունենք Եվրոպական, Չինաստանի, ուրեմն 101 համագործակցության պայմանագրեր ունենք, որոնցից բոլորը չէի ասի, որ ակտիվ են, բայց բոլորով կատարում են որոշակի աշխատանք, հատկապես եվրոպական բուհերի հետ Ֆրանսիա, Իտալիա, Շվեդիա, Շվեյցարիա։ Համալսարանի դիպլոմները ճարտարապետություն եւ շինարարություն մասնագիտությամբ ճանաչված են եվրոպական երկրներում։ Մեր ուսանողները շրջանավարտվել եւ աշխատելու իրավունք ունեն հավասար իրավունքով, մասնավորապես Ֆրանսիայի կառավարության կողմից ընդունված որոշման հիման վրա համարժեքության ընդունելուց 94 թվականից այս տարի նորից 5 տարով երկրացնելու ժամկետն է։ Վերջին տարիներին համալսարանի ուսանողների թիվն ավելացել է։ Բուհի արդի մասնագիտությունները սկսել են հետաքրքրել երիտասարդներին, ընդգծում է Վարդգես Եդոյանը։ Բրյուն Մկրտչյան, Աշխոտ Խաչատրյան, լուրեր։